Երբ որ մենք կանգնում ենք Տիրոջը ծառայելու համար, դեռ այն ժամանակ էր, երբ նոր եմ սկսել ծառայել, միշտ ասում եմ, Տեր, թող դու այնպես երևաս, որ ընդհանրապես չերևա այստեղ ովքեր են կանգնած։ Այնպես քո ներկայությունը գա, որ քո եկեղեցին եւ քո ժողովուրդը անգամ չտեսնի այստեղից ով է վարում, ով է նվագում, խումբը ովքեր են կանգնած, իհարկե բոլորս միմյանց լավ գիտենք, բայց մեր նպատակն է, որպեսզի Աստված ամեն ժամանակ փառավորվի։ Թեմայից դուրս ուղղակի ասեմ, որ փառաբանության նպատակը, քանի որ ոչ մի պատմություն ներառում կներեք, գիտեք, որ նա փառաբանության նպատակը եկեղեցի, երբ որ դուք միաբանվում եք խմբի հետ, դա համարվում է ամենահրաշալի փառաբանությունը Աստծո համար։ Լավ է, որ մենք լավ երգենք, ճիշտ երգենք, այդ տեխնիկական մասը շատ կարևոր է, բայց եթե միայն դա լինի եւ դուք ուղղակի լինեք հանդիսատես, ուրեմն այդ ծառայությունը, այսպես ասած, կարելի է ասել, չկայացավ, չստացվեց։ Գուցե ստացվի լավ համերգային մի բան, դուք ձեզ լավ զգաք գեղեցիկ երաժշտություն եւ ստանաք էսթետիկական հաճույք, բայց եկեղեցին մեկտեղ հավաքվում է, որպեսզի Աստծուն փառք բարձրացնի։ Լինի դա փառաբանությամբ, խոսքի միջոցով, աղոթքով, մեր նպատակը դա է, որպեսզի Տերը փառավորվի։ Ուրեմն հետաքրքիր է, որ անցած կիրակի, երբ որ Գևորգ եղբայրը այստեղից քարոզում էր, հետաքրքիր մի խոսք։ Ես վստահ եմ, որ սա Աստծուց է, որովհետև հիմնականում լինում է, որ երբ որ դու կարող ես պատգամ լսել, եւ պատգամի մեջ Տերը հետդ խոսի, եւ պատգամի վերաբերյալ խոսի, բայց կարող է ինքը քեզ ուղղակի պատգամ տալ։ Եթե նման փորձառություն կունենաք, կամ Աստվածաշնչից ինչ-որ համար կգա, արագ գրեք ձեզ մոտ, որովհետև այդ պահին միգուցե այդ մեկն էր, բայց դրա վրա Աստված գործ ունի անելու։ Նման մի բան ինձ հետ եղավ, եւ երբ որ ինքը խոսում էր, խոսքը եղավ Դանիելի մարգարեության 11:32-ից, շատերը գիտեն այս համարը, երբ որ ասում է, բայց Տիրոջը ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա ու գործի։ Այս համարը, որ եկավ, ես ուզում եմ ասեի, Տեր ջան, բայց ճիշտ ասած Գևորգի պատգամի հետ սա ոնց որ թեմատիկ առումով կապ չունի։ Ուղղակի դա ես պահեցի, այսպես ասած, իմ սրտում, հնարավոր է ասի, ուրեմն ինչ որ մի բան դու ուզում ես խոսել։ Ինչի հենց այս համարը, որ ասենք կապ չունի կոնկրետ իր պատգամի հետ։ Եվ հասկացա մի բան, ես այսպես ուղղակի ինձանով հասկացա, որ այսօր մենք խոսենք Տիրոջը ճանաչելու մասին։ Գուցե շատ այսպես մենք այլ խոսքով ասած Աստված ճանաչողության մասին։ Սա մի թեմա է լայն, մեծ, որովհետև Աստված հավիտենական է, մեծ է, անսահման է եւ իրեն հնարավոր չէ ամբողջությամբ ճանաչել։ Բայց այստեղ հավաքվածներս բոլորս մի որոշ քանակությամբ չափով, այսպես ասեմ, Աստծուն ճանաչողություն ունենք, այդպես չի։ Նես չի, որ դուք ասեք, վայ, ինչ, ոնց, ով էր, չէ, նման մարդիկ այստեղ չկան, առաջի անգամ եկողներ էլ ոնց որ այդպես չունենք, բայց մի փոքր, թեկուզ մի փոքր ճանաչողություն մենք Տիրոջ մասին ունենք։ Այսօր եկեք խոսենք, իրար հետ կիսվենք այն մասին, որ եկեք մեր չափը այսպես լայնացնենք, որովհետև Աստված քանի որ անսահման է, մենք հնարավորություն ունենք ավելին իրեն ճանաչելու, մոտենալու իրան եւ բացահայտելու իր բոլոր սքանչելի կողմերը, որովհետև Աստված բարի է եւ ասում է նրա ողորմությունն էլ հավիտյան է։ Այնպես, ամեն։ Առաջի մնացորդաց 28:9 Որպեսզի պատմությունը ներկայացնեմ, ասեմ, սա այն պահներ, երբ որ Դավիթը թագավոր էր եւ հավաքել էր բոլոր իր իշխաններին, ամբողջ թագավորությունը ժողովրդին, եւ այստեղ ինքը ի ցույց դրեց իր ընծաները բոլորի առաջ, որ ինքը հավաքել եւ պահել էր ապագա Տիրոջ տան կառույցի համար։ Եվ այնտեղ մենք կարդում ենք, որ բացի այն, որ զոհաբերություն էր հավաքվել Տիրոջ տան կառույցի համար, այն կողմը, որ կառուցում ենք մենք, ասում է թագավորը իր անձնական գանձարանից էլ եւ այնտեղ նշված է թե իր ահռելի քանակությամբ հարստություն էր ինքը իր կողմից անձամբ բերել,
որպեսզի հետագայում կառուցվի Աստծո տունը։ Եվ դա ասում է ոգևորեց իշխաններին եւ իրենք էլ, այսպես ասած, մեր լեզվով ասած թասիբին գած, իրենք էլ իրանցը բերեցին, որպեսզի հետ չմնան թագավորի արածից։ Սա հրաշալի օրինակ էր, այդպես չէ։ Բայց այստեղ երբ որ Դավիթը խոսում էր, հետո Շուր եկավ եւ իր որդուն 9 համարից կարդանք։ Ասեց, բայց դու իմ որդյակ Սողոմոն ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան, այս թարգմանության մեջ գրած է բոլորանվեր սրտով կամ արարատի մեջ գրած է ամբողջ սրտով, այսօր երգում ենք փառաբանում ենք, չէ՞, ամբողջ իմ սրտով փառք եմ քեզ տալիս եւ հոժարական մտքով, որովհետեւ Տերը քննում է բոլորի սրտերը եւ նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները։ Երբ որ ինքը խոսեց, հետաքրքիր է, Շուր եկավ ու իր որդուն էս պատգամը տվեց։ Ասեց, քեզանից մի բան է հասնում, որ դու ճանաչես քո հոր Աստծուն, այլ խոսքով ասած իմ Աստծուն։ Ինչքան կարևոր էր ճանաչողությունը, եթե հոր պատգամը իր որդուն դա էր, չէ՞։ Տեսեք, մարդկության պատմության ամբողջ ընթացքում, երբ որ նայում ենք ըստ Աստվածաշնչի, տեսնում ենք, որ Աստված տարբեր ժամանակներում ցանկացել է իր անձը հայտնի անի մարդկանց։ Տեսել եք, որ միշտ ինքն է առաջին քայլն արել։ Աստված միշտ նախաձեռնող է, եւ Հիսուսին էլ ինքը ուղարկեց, չէ՞։ Եվ ամեն ժամանակներում, եթե նայենք մի քանի աստվածաշնչյան հերոսների, ինչպես միշտ սկսենք Աբրահամից, կտեսնենք, որ Աստված ծննդոցում ասում է Տերը երևաց Աբրամին եւ ասեց. Ես եմ ամենակարող Աստվածը։ Ճիշտն ասած, լավան չգիտեր մենք ես ինչ պատգամ եմ խոսելու եւ այս երկերի ընտրությունն էլ սա իրոք մարգարեական էր, որովհետեւ երբ որ խոսքի եւ փառաբանության ընտրած երկերի, այսպես ասած, թեմատիկ համընկնում կա, դա նշանակում է, որ Աստծո ոգին միաբանել է ամբողջ ծառայությունը սիրելու եկեղեցին։ Նայեք, Աստված Աբրահամին հայտնվեց իր մի հատկանիշով, ամենակարող, ես եմ ամենակարող Աստվածը ասեց։ Ինչու՞, որովհետև 99 տարեկան Աբրահամը կարիք ուներ Աստծո ամենակարող հատկանիշին, քանի որ այդ տարիքում նա չէր կարող այլևս երեխա ունենալ։ Եվ դա իր համար պետք է լիներ ինչ հրաշք։ Ճիշտ է, Տերը իրան 25 տարի առաջ էր խոստացել, որ ես քեզ ազգերի հայր եմ անելու։ Դուրս արի քո նախնիների երկրից, գնա այնտեղ, որտեղ ես քեզ կասեմ։ Աբրահամը հնազանդվեց, գնաց, արեց, բայց եկել հասել էր արդեն 100 տարեկանին։ Այսինքն մի ամբողջ կյանք էր։ Այդ ընթացքում մի հատ Իսմայել էր արդեն ծնվել մարդկային միջամտությամբ, բայց Աստված նորից հայտնվեց իրեն եւ ասեց. «Լսի, ես եմ ամենակարող Աստվածը»։ Եվ Աստված իրեն ճանաչեցրեց Աբրահամին որպես ամենակարող։ Եվ Աբրահամը գրված է հավատաց եւ դա նրան արդարություն համարվեց եւ իր հավատքի պտուղը մենք տեսանք, որ այո, ինքը դարձավ ազգերի հայր եւ ծնվեց Իսահակը, խոստման որդին, ոչ թե Իսմայելի մասին նկատի ունեմ։ Ելից 3:6։ Սա այն պահն է, երբ որ Մովսեսը արածեցնում էր իր աներոջ հոտը եւ միամիտ տեսավ, որ մորենին այրվում է, դե ավանապատում մորենիների այրվելը այն ժամանակների համար սովորական երևույթ են ժողովուրդ ջան, որովհետև քիզիչ շոկ էր, մորենիները իրենց այս չորացած թփեր էին եւ այդ շոկի պատճառով իրենք այսպես երբեմն բռնկվում էին։ Բայց Մովսեսի զարմանքը նա է, որ այն մեկը ինչ որ բռնկվում է, բայց չի հանում։ Պետքա որ տեսել եք, չէ՞, չորցախը ինչպես է արագ այրվում։ Մի անգամից այդ կրակը նստում է, չէ՞։ Ես հավատում եմ, որ երևի ինքը ուղղակի շրջում էր, այդ քարներին էր նայում, մեկ էլ տեսա, որ ինչ-որ մեկը շատ երկար է վառվում, թե նրանք նստել լեսին եւ գիտեք պատմությունը մոտեցավ եւ այրվող մորենու մեջից Տերը Մովսեսի հետ խոսեց։ Ասում է, այրվող մորենի մոտ Տերը Մովսեսին հայտնվեց եւ ասաց. Ես եմ քո Աստվածը, քո հոր Աստվածը։ Ու հերթով շեշտում է Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը։ Պատմությունը գիտեք, երբ որ Տերը կանչում է Մովսեսին, հետո Մովսեսն ասում է, բա որ ես գնամ քո ժողովրդի մոտ ու ասեմ, որ մեր հայրերի Աստվածը հայտնվել է ինձ։ Իրանք ասեն, ով էր այդ Աստվածը։ Ես իրենց ինչ պատասխանեմ։ Գիտեք, ժողովուրդը, հրեա ժողովուրդը 430 տարի
Եգիպտոսում ապրել է ստրկության մեջ։ Պատկերացնեք դա ինչ սերունդների հերթափոխ է։ Իրենք Եգիպտոսում սիրելի ժողովուրդ տեսել էին այդ կուրքապաշտությունը, որ կային բազում աստվածներ իրենց անուններով, այսինքն հրեա ժողովուրդը սովոր էր, որ պետք Աստվածը լինում է տեսանելի, շոշափելի, ինքը պիտի անուն ունենա։ Այլապես Մովսեսը տրամաբանորեն այս հարցը չէր տա, որ գնամ, ասեմ, այդ մեր հայրերի Աստվածը, կասեմ, բայց ով է։ Տեսեք, մենք կարդում ենք, քանի որ մենք 21-րդ դարում ենք ապրում եւ ամեն բան գիտենք, իսկ այդ ժամանակ ոչինչ գրված չէր։ Հետո Մովսեսը գրեց առաջին 5 գրքերը։ Մենք ուղղակի սովորական ենք, չէ՞ դրան նայում, բայց իրենց համար դա շատ կարևոր է։ Եվ Տերը իրեն պատասխանեց, ասեց, կասես, որ ես եմ, որ եմ։ Եբրայերեն բնագրում ասում է, այստեղ օգտագործված է Էլոհիմը։ Էլոհիմը հենց Աստծո, գիտեք, ինքը հոգնակի է։ Հրեական լեզվի մեջ եբրայերենում իմ վերջնածածը, հիմա էլ այդպես է, ժամանակակից եբրայերենում էլ այդպես։ Երբ որ իմ կա, նշանակում է մեր հայերեն ները, հոգնակյակերտ ածանցասա։ Հետաքրքիր է, չէ՞, երևի լսել եք եբրայական երգեր, ասենք երգա, որտեղ երգում են Էլոհայ, մանրամասները չգիտեմ, կարելի է իմանալ ինչ է դա, բայց եւ կա մենք որ երգում ենք, չէ, Էլոհիմ, որտեղ բնագրի մեջ այդպես է բառը գրված, բայց դա հոգնակի է։ Կգնաս կասես, որ ես եմ, Էլոհիմը։ Այստեղ Աստված Մովսեսին չհայտնվեց որպես ամենակարողը։ Ինքը այստեղ հայտնվեց բարձրյալը որպես Էմը, հավիտենականը, որ ես միշտ կամ, այդ կուրքերը չեն, այդ ժամանակավորները որ կան, այսինքն Աստված իրեն պիտի ճանաչացներ իր ժողովրդին որպես հավիտենական, որ ես միշտ կամ, ես ձեր հայրերի Աստվածն եմ եւ ես ձեզ պիտի այստեղից ազատագրեմ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ ժողովուրդ։ Ես գիտեմ, որ ձեր կյանքում եք, միգուցե դուք չեք ուշադրություն դարձրել, բայց խնդրում եմ ուշադիր եղեք։ Ձեր իրավիճակներին համապատասխան, իմ իրավիճակներին համապատասխան Աստված իրենց սկսում է բացահայտել, ճանաչեցնել։ Եթե դու բժշկության կարիք ունես, Տերը որպես բժիշկ Եհովա Ռոֆե եկեցին, չէ՞։ Ինքը իրեն բացահայտում է, որ ես քո բժիշկն եմ։ Ու դու Տիրոջը սկսում ես ճանաչել այդ ուղղությամբ։ Եթե դու հրաշքի կարիք ունես, Տերը նորից հայտնվում է որպես ամենակարող Աստված։ Եթե դու իրավիճակներ կան, որ մտածում ես ինչ կլինի, ոնց կլինի, չէ, վերջը Տերը հայտնվում է որպես ամենագետ Աստված, որ ես ամեն բան գիտեմ, ես ամեն բան տեսնում եմ, ես ամեն բան վերահսկում եմ, ինչի միջով որ դու անցնում ես, ես գիտեմ, որտեղ միայն Աստծուն է բնորոշ ժողովուրդ ամենագետ լինելը։ Ոչ հրեշտակներն են ամենագետ, ոչ սատանան, կապ չունի, որ իրենք գերբնական էակներ են։ Աստված է միայն ամենակարող, ամենագետ եւ ամենուրեք։ Այս 3 հատկանիշները բնութագրում են միայն Աստծուն։ Ուրեմն Աստված հայտնեց, որ ես եմ այդ մեծ M-ը, անգլերենում այդպես է, ոնց որ մեծ M-ը այդպես է թարգմանվում, բայց հայերենում ես եմ։ Առաջ որ կարդում եք, չի կարողանում ես բանը մի քիչ հասկանալ, ես M-ը, այսինքն հասկանում ես, որ էությունը, Աստծո, չգիտեմ, այս M-ի վրա այնքան մեկնաբանություններ կան ժողովուրդ, բայց մենք ուղղակի սա հասկանանք, որ այսինքն ես եմ, որ եմ, ես միշտ կամ, ես հավիտյան կամ եւ հավիտյան կլինեմ։ Եվ այսպես էլ մենք էլ կարիք ունենք Աստծուն ամեն ժամանակ ճանաչելու ըստ մեր կարիքների։ Եվ հավատացեք, Աստված այնքան բարի է եւ այնքան սեր կա նրա ներսում, որ ինքը քեզ կբացահայտի, եթե չի բացահայտել, ապա անպայման կբացահայտի հենց քո կարիքի համապատասխան։ Երբ որ դու իրեն, այսպես ասած, հայտնությունը, բացահայտումը քո ներսում վերապրում ես, դու մի հատ ուրիշ զգացողություն է։ Միգուցե դու բառերով չկարողանաս մարդկանց նկարագրել, ինչ է քո ներսում կատարվում, բայց դու հասկանում ես, որ դու մի քայլ ավել Տիրոջը ճանաչեցիր, մի քայլ ավելի իրան սիրեցիր, չէ՞։ Տեսեք, մարդկանց մեջ էլ այդպես, երբ որ մենք սկսում ենք շփվել շատ, մեկս մեկի հետ, ինչ ենք անում, մենք սկսում ենք իրար ճանաչել։ Դու կարող ես մարդուն ճանաչել առանց իր հետ շփվելու։ Դու իր մասին կիմանաս, սա մեր Սուսաննա, գիտեմ իրան։ Բայց ես չգիտեմ իր բնավորությունը, օրինակ, ինչպիսին է, ինքը օրինակ բարկած կոտ է, թե ավելի նեղմ է, համեստ է, ոչ, ինչքան շփվում եք, բացահայտում եք։ Աստծո հետ էլ է այդպես, Սուսան ջան, կներես որ քեզ Իարք ես ինձ։ Ինչքան մենք շփվում ենք,
Ես հիմա հարց, ինչպես ենք մենք Աստծո հետ շփվում ժողովուրդ։ Ինչպես ենք մենք իր հետ շփվում։ Գալիս է մեր հետ սուրճ խմի։ Աղոթքի։ Եթե դուք ուզում եք Աստծուն ճանաչեք, այստեղից այն կողմ դուք իրան չեք ճանաչելու։ Եթե դուք Աստծուն այս պրիզմայով չեք ճանաչելու, ձեր աղոթքն էլ չգիտեմ ինչ աղոթք կդառնա։ Ինչպես կարող է մարդը ճիշտ աղոթի, եթե ինքը խոսքը չգիտի։ Ինքը ինչ պիտի աղոթի, տրամաբանորեն չի բռնում, չէ՞։ Մենք մի ժամանակ Աստծո մասին ուղղակի գիտենք, շատերի պապի տատիներից, շատերը ծնողներից, շատերն ընդհանրապես չեն լսել, ուղղակի գիտենք, որ մի կամ մեկը երկնքում զատիկից զատիկ գնում ենք եկեղեցի կամ չենք էլ գնում, մարդիկ կան դա էլ չեն, ընդհանրապես ճանաչողություն չկար, մինչև այն պահը, երբ որ ինչ որ մեկը ձեզ ավետարանեց, խոսեց, որ կա Տերը Հիսուս Քրիստոսը, որը խաչվել է մեզ համար եւ հարություն առել։ Դա առաջին քայլն էր, որ մենք իմացանք իր մասին, ոչ թե ճանաչեցինք։ Հա, փաստորեն, հետո մենք ինչ արեցինք։ Մենք սկսեցինք քայլ առ քայլ մոտենալ Աստծուն, չէ՞։ Իհարկե ամեն մարդ իր չափով։ Սկսեցինք Սուրբ Գիրքը կարդալ, սկսեցինք աղոթել, եկեղեցի գալ եւ սկսեցինք ինչ լինել հաճել։ Հիշեք, որ ճանաչողության մեջ հենց հոգևոր հասունությունն է աճում։ Եթե չկա ճանաչողություն, ոնց որ Պողոս Առաքյալն էր ասում, դուք դեռ կաթ եք ուտում։ Մանուկ եք։ Ես ուզում եմ ավելի շատ բան ձեզ ասեմ, բայց գիտեմ, որ դուք այն ինչ որ ես կասեմ, չեք կարող դա ընդունել։ Ուրեմն բոլոր առաքյալները, երբ որ իրենց թղթերը այսպես նայում էին, իրենք ամեն մեկը Աստծուն ներկայացնում էին հենց այդ ճանաչողության մեջ։ Եթե նայենք Հովհաննեսի առաջին թղթի հենց առաջին գլուխը, առաջին համարից են մեկ գոլդ, ինչպես ասում են, Հովհաննեսի առաջին թուղթը։ Այն, որ սկզբից էր, որին լսեցինք, որին մեր աչքերով տեսանք, որին նայեցինք եւ որին մեր ձեռքերը շոշափեցին, հիմա կասեմ ինչքան այսպես մանրամասնորեն գրել, այսինքն կյանքի բանի մասին կամ կյանքի խոսքի մասին, եւ կյանքը հայտնվեց ու մենք տեսանք ու վկայում ենք ձեզ, պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին։ Այդ որ ասում պատմում ենք հավիտենական կյանքի մասին, դե անձի մասին է խոսում, Քրիստոսի մասին, ոչ թե երկնքում բնակվելու։ Որ հոր մոտ էր ու մեզ հայտնվեց։ Այն ինչ տեսանք, լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, եւ մեր հաղորդությունը հոր ու նրա որդու Հիսուս Քրիստոսի հետ է։ Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Եվ Հովհաննեսի բացահայտումը Աստծո հետ։ Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք։ Աստված լույս է, նրա մեջ խավար չկա։ Սա Հովհաննեսի հայտնությունն էր եւ Աստված ճանաչողության մի մասը, որտեղ չեմ հավատում, որ ինքը միայն այդքան ճանաչեց ասում։ Հովհաննեսին ասում են սիրո առաքյալ, որովհետեւ Աստծո սիրո մասին ամենաշատը ինքն է գրել։ Եւ Աստծո սերը Աստծո այդ սիրող Աստծո ճանաչողությունը իրան բացվել էր միգուցե ավելի շատ։ Դրա համար էլ այդպես են ասում, որովհետեւ իր թղթերը հենց այդ մասին են վկայում։ Ընդհանրապես Հովհաննեսի թղթերից կարճ ակնարկ կանեմ, որ գրվել են հիմնականում այն սխալ վարդապետության դեմ, որ արդեն առաջին դարից պտտվում էր բոլոր եկեղեցիներում, դա կոչվում էր գնոստիցիզմ։ Գնոստիկները իրաց մտածելակերպը այսպիսին էր, գալիս էր հունական փիլիսոփայությունից, որ այնինչ մարմնավոր է, նյութական, չարը։ Այն ինչ չի երևում, հոգևոր է, դա բարի է։ Աստված, որ բարի էր, չէր կարող մարմին հագած գալ։ Գնոստիկները այդպես են ուսուցանում եւ ցավոք դա արդեն մտել էր հլը առաջին դարում ամբողջ եկեղեցու մեջ եւ այդտեղից առաջացավ ճգնավորությունը, որ մարդիկ թողեցին ինչ կա չկա, գնացին ժայռերի, քարանձավների մեջ խոտ ուտելով ճգնելու, որովհետեւ մտածում են, որ այն ինչ էս աշխարհի նյութականն է, չարիք է, իսկ մենք հոգեվոր մարդիկ ենք, գնանք մեզ զրկենք։ Այս սխալ ուսուցման դեմը ինքը դրա համար այսպես մանրամասն գրում։ Այն որ տեսանք, ասում ենք իրան, շոշափեցինք, դրա աչքերը իրան տեսան։
Նայեցինք, հիմա էլ գրում ենք ձեզ, որ դուք իմանաք, որ նա հավիտենական կյանքն է, բայց հայտնվեց մեզ, հետ շեշտում է, նորից մենք տեսանք, շոշափեցինք, հիմա էլ ձեզ գրում ենք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի եւ որ Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա։ Գիտեք, մեր ժողովուրդը այնքան, որ երկար դարեր մենք ապրել ենք թուրքերի ու պարսիկների մեջ, այլ խոսքով ասած, իսլամի հետ անընդհատ առնչվել ենք, մեր ժողովրդի մեջ մենք էլ ենք շատերս այդպես եղել, մտածել ենք, որ լավն է, չարն էլ Աստծուց է գալի, դե Աստված ամեն բան տեսնում է, գիտի, այդ երբ որ մենք ապաշխարեցինք ու խոսքը իմացանք, նոր հասկացանք, որ Աստծուց չարիք չի գալիս։ Մինչև այդպես ենք հավատացել, մենք իսլամի մեջ այդպես է, իրենք հավատում են, որ օրինակ այսպես են ասում, Ալլահը հիվանդությունը տվեց, ինքը բժշկություններ կտա։ Ամեն չարն ու բարին, սա Հոբի գրքից էին վերցրել, որ ասում է Աստծուց բարիք ընդունեմ, չարիքը ոչ։ Հիշում եք Հոբի մասին Սարգիս եղբայրը ինչքան է խոսում, որ ինքը չուներ հələ այդքան, որ Աստծուն սիրում էր, բայց Աստծո մասին ճանաչողություն էս մարդը չուներ։ Խոսեց, բողոքեց, նեղվեց, վերջում երբ որ Տերը հայտնվեց, ասեց հələ կանունի դեմս, ու սկսեց խոսալ իր հետ, ասեց ես մինչև հիմա ականջի ծայրով էի լսել քո մասին, բայց հիմա իմ աչքերը տեսնում են, ասում են ես հողու մոխի վրա ապաշխարում եմ իմ սխալ պատկերացման պատճառով քո մասին։ Ես մտածել եմ, որ դու այսպիսին ես, այսինքն բարիք ինձ տվել ես իմ ընտանիքը օրհնված է, հիմա էլ ես ամբողջ դժբախտությունը եղավ, հիմա քանի որ ես քեզ սիրում եմ հոգևոր մարդ եմ, մտածում եմ դե բա բարիքն ընդունեմ, չարիքը ոչ, մենք էլ ենք այդպես մտածել։ Ժողովուրդ, բայց նոր կտակարանը մեզ ուսուցանում է, Աստծո մեջ խավար չկա։ Աստված լույս է։ Եվ մեկ այդտեղ խոսում եք առաքյալը եւ ասում է, որ ամեն բարի տուրք, ամեն բարի բան գալիս է մեր լույսի հորից։ Այսինքն հաստատում է Աստծո խոսքը, հենց ինքն իրեն հաստատում է։ Սա Հովհաննեսի ճանաչողությունն էր։ Ինքը հայտնություն էր առել Աստծո լույս լինելու, Աստծո սեր լինելու, Աստված սեր է, չէ՞, եւ Աստծո սերը բնակվում է մեր մեջ։ Այդ ամեն ինչը ժողովուրդ ջան խոսում է իրենց անձնական ճանաչողության մասին։ Լավ, իրենք ճանաչել են, մենք կարդում ենք, օրհնում ենք, բա մենք ինչքան ենք ճանաչում օրինակ Աստծո սերը։ Այնքան մինչև մի հատ վատ բան մեր կյանքում չի լինում, որ մենք տխուր տրտում բողոքով գանք Տիրոջ առաջ ու ասենք, բայց էս խի սենց եղավ որ, բայց դու ուր էիր, բա դու չէիր տեսնում, բայց խի ես որ, չէ, նորմալ հարցեր են, հենց որ բոլորն էլ կարող են այդ հարցերը տալ ելնելով իրենց հոգեվիճակներից։ Զգացել եք, որ մեկ-մեկ մեր այն լավ ճանաչողությունը, ալելույա, ուրախ, սվար, ծափարությունները, ապլադիսմենտին ատեղվում են այնքան մինչև որ բազմակետ, օրինակ, ինչ-որ մի անսպասելի բան մեր կյանքում լինում է, չի լինում տենց բան։ Այն որ այդ ոչինչ բան չի լինելու, էդի լինելու է միայն երկնքում, վատ բանի նկատի ունեմ։ Կյանքը, ասենք, լի է տարբեր դժվարություններով, ոչնդոտներով եւ այլն, բայց Աստված դրել է մեր ներսում այդ զորությունը եւ կարողությունը իրենով դա հաղթահարելու։ Սա ճանաչողությունը Աստծո։ Երբ որ առաջ մենք ասում ենք, բայց խի Տերես ինչ եղավ օրինակ, հիմա մենք արդեն քանի որ եւս մեկ քայլ մոտեցել ենք իրեն եւ ճանաչել ենք իրեն, էլ այդ ձևով չեն գալիս, չէ՞։ Գալիս ենք Աստծո առաջ եւ ասում ենք ես գիտեմ, որ ես կարող եմ քեզանով սա անցնել։ Եթե շատերը անցել են, ես էլ եմ իրենց նման մարդ, ընդունություններով հանդերձ, եթե մարդիկ կարողացել են քեզնով հաղթահարել, ուրեմն ես էլ կարող եմ սա։ Որտեղ ոչ թե ես եմ անելու, այլ դու ես այդ կարողությունն իմ մեջ դրել։ Սուրբ Հոգին օգնում է մեր տկարություններին, Սուրբ Գիրքը ասում։ Ուրեմն սա եղավ մի հատ լավ ճանաչողություն։ Ես եւս մեկ քայլ Տիրոջը ճանաչեցի, որ ես ամեն բան կարող եմ, Պողոսն ասում է, չէ, ինձ զորացնող Քրիստոսով։ Սա իր անձնական ճանաչողությունն է, որ ինքը կարողանում էր հաղթահարել աղքատությունը, մերկությունը, դժվարությունը, սա ֆինանսական մասով է ինքը գրել ժողովուրդ։ Նաև, որ երբ որ ինքը բարգավաճում էր, լիքը փող կար, ոչ մի բանի խնդիր չկար։ Միջայլոց ասեմ իմանաք, որ այսպեսի մոտեցում կա, ես ավելի հակված եմ այդ մոտեցման հետ, համաձայն եմ, դուք կարող եք չհամաձայնվել, բայց մտածեք։ Ավելի հեշտ է մարդը դիմանում աղքատությանը եւ չքավորությանը, քան երբ որ ինքը շատ փող ունի։
ասեմ դες հարստության փորձությունը ամեն մարդ չի կարողանում լավ հանձնել։ Շատ դժվար է։ Երբ որ մենք սովորում ենք համալսարանում գլոբալ ծննդոց գիրքը անցնելուց այդ հեղինակը հետաքրքիր բան ասեց Աբրահամի ամենամեծ հաղթությունը փորձության ոչ թե միայն Իսահակին տանել զոհաբերելու պատրաստականությունն էր, այլ որ նա այդքան հարուստ մարդ լինելով այդքան հնազանդ էր ու խոնար։ Հարստությունը Աբրահամին կներեք չէր փչացրել։ Բոլորովին ինքը չէր փոխվել, ինքը նույն հնազանդն էր, ինքը միայն մի աղաղակ ուներ Աստծուն, ասում է լավ, ես Տեր, ես ամեն ինչ ինձ տվել ես, որ իմ ծառան Եղիազարը վերջում իմ տան վրա այս ամեն ինչը ոնց որ սերունդ եմ ուզում։ Տերն էլ տվեց իրեն այդ սերունդը, որովհետև խոստացել էր։ Այս մարդը իր հարստությունով չէր պարծենում, այս մարդը, չգիտեմ, իր սիրուն կնոջով չէր պարծենում, հակառակը սխալ բաներ էր անում կնոջ գեղեցկության պատճառով։ Այնպես որ սիրելիներ, երբ որ դժվար է ֆինանսական խնդիրներ կան եւ այլն, եթե դուք հայտնաբերել եք, ավելի լավ եք դա, այսպես ամուր կանգնում եք հավատքով, չէ, հրճակումով, Տերը այդ հարցերը լուծում է, դուք դա տեսնում եք, ուրախանում եք, դա հաղթություն է, ճանաչում եք, որ այսօր ասան դեպքերը ինչ հետաքրքիր է։ Եհովա Հիրեն, որը տեսնում է եւ հոգում է իմ բոլոր կարիքները։ Գիտեք սա երբ այս խոսքը գրվել։ Երբ որ Աստված խոյը տվեց Աբրահամին, ասեց երախուն չկպնես հենազողը, հիմա տեսա, որ դու ինձ հավատում ես ու սիրում ես, որ քո միածին տղուն էլ իմ համար պատրաստ ես զոհել, բայց հենախոյը։ Եվ այդտեղ Աբրահամը զոհասեղան կառուցեց ու ասեց Եհովա Հիրեն, Տերը, որը տեսնում է եւ հոգում է իմ բոլոր կարիքները։ Աբրահամ ջան, դու ինչի կարիք ունեիր։ Ինքը կարիք ուներ, որ իր երեխան այդ պահին, այո, չմեռներ։ Ինքը իր երեխու կարիքն ուներ եւ Աստված տեսավ ու հոգաց այդ կարիքը։ Ինչի կարիք այսօր ունես դու։ Քո ներսում կարող ես ձեռքը դնել քո վրա սիրելիս ու ասես Եհովա Հիրե, Տերը տեսնում է եւ հոգում է իմ կարիքը։ Կողքինիդ էլ կարող ես ասել, որ քո կարիքն է Տերը հոգում։ Բայց դες ասա, որ ինքը հավատա։ Ամեն մի անգամից քնից կզարտի։ Զարտեցի։ Ուրախ ենք, որ այդպիսի Աստծո ենք մենք պատկանում։ Սա ես չեմ ասում, սիրելիներ, սա Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է։ Եհովա Ռոֆեն, որը մեր բժիշկն է, Եհովա Հիրեն, որը տեսնում եւ հոգում է մեր բոլոր կարիքները։ Դատավորած գիրքը ով է սիրում։ Խառը գիրքը, չէ՞։ Իմ բանկուրը սիրում եմ։ Դատավորած գիրքներ էլի ինչպես ինքնախառը այդ ժամանակաշրջաններ էր, շատ խառը։ Երբ որ Աստծո ժողովուրդը վերջապես տրկությունից եկավ եւ հաստատվեց Հեսուի գլխավորությամբ խոստացված երկրում, իրենք պետքա պատերազմեին տեղի ժողովուրդների հետ, դա Աստծո հրահանգն էր, որպեսզի իրենք չվերցնեին այդ ժողովուրդների մշակույթը կրոնը, ինչը իրենք չարեցին այդպես էլ եւ այդպես ջանջիկեր հարևանությամբ, խնամությամբ սկսեցին ապրել այդ քանանացիների եւ այդ 7 ազգերի հետ եւ ցավոք սրտի վերցրեցին իրենց նաեւ պաշտամունքը։ Վահաղի պաշտամունքը հենց քանանացիներից էր գալի, որը պտղաբերության աստվածն էր, հողագործության։ Գևորգ եղբայրներ անցած կիրակի ասեց այդ մասին, այսպես իրանք միգուցե գիտեք ինչի համար եմ սա ասում, իսրայելացիները քոչվոր էին, իրենք անասնապահ ժողովուրդ էին, իրենք չէին բնակվել մի տեղ, որպեսզի սկսեին հող մշակել։ Երբ որ իրենք արդեն այսպես ասած դարձան տեղաբնիկը, արդեն պետքա զբաղվեին նաև հողագործությամբ, ինչը իրենց համար անծանոթ մշակույթ էր։ Եվ իրենք կարիք ունեին ու դիմում էին այդ քանանացիներին, ասում են լսի, ոնց է կանում, որ ասենք այդ ձեր բերքը լավ անում, ասում են Վահաղին զոհեր ենք տանում։ Դուք գիտեք, այդպես առաջացավ Վահաղի պաշտամունքը հրեաների մեջ։ Տեսան, որ ինչու, որովհետև ասում է Հեսուն մեռավ եւ այն սերունդը, որ իր հետ էր, նրանից հետո մի սերունդ բարձրացավ, որը Տիրոջը չէր ճանաչում, ոչ էլ Տիրոջ արած գործերը Իսրայելի համար։ Պատկերացնում եք, որ չի ճանաչում, այնա թազա Աստված տվեք ինձ, որ ինձ օգնի։ Էլի եմ ասում, մեր համար սա շատ օտար բան է, բայց այն ժամանակների հնագույն ժողովուրդների համար
ամեն ինչը բնության բոլոր երևույթները կապվում էր որոշակի աստվածությունների հետ, ժողովուրդ ջան։ Իրենք գիտեին, որ անձրևի համար Աստված կա, Բոգ на все случаи։ Քամու Աստվածը ուրիշ է, այդպես իրենք հնարել էին, որովհետև իրենք գիտություն չունեին եւ բնության տարերքների հետևում միշտ տեսնում էին գերբնական ուժեր, եւ որպեսզի այդ գերբնական այդ տարերքները իրանց չվնասեն, իրենք վախից այդ ուժերին զոհեր էին բերում։ Հեթանոսությունը այդպես է առաջացել մարդկանց մեջ։ Տանեմ զոհաբերեն, որ քամին օրինակ չտա ավելի, կարկուտը չկային, ցանքսը ավելի։ Այդպես էլ Բաղաղին զոհեր մատուցենք Աստարովթին, նաև որ Բաղաղի կինն էր ու մայրն էր, ինչ երկուսը մեկում մատուցենք, որպեսզի մեր համար մեր հողը լավ բերք տա, որ մենք լավ ապրենք։ Հարգավաճենք, վերջը պետք է ապրեն այդ մարդիկ։ Երբ էր դեռ Տերը անապատից սկսած զգուշացրել, երբ որ մտնեք խոստացված երկիր, դուք պիտի այդ բոլոր ժողովուրդներին ոչնչացնեք։ Մենք կարծում ենք, ասում ենք, «Էս ինչ դաժան Աստված է», չէ՞։ Հատկապես երբ որ նոր սկսում ենք 5 տակարանը կարդալ։ Խի Աստված ուզում, որ այս մարդիկ գնան ու բոլոր մանուկներով, մեծերով բոլորին ոչնչացնեն։ Մենք չենք հասկանում, այդպես չի։ Հետո որ արդեն ուսումնասիրում ես, իմանում ես, հասկանում ես, որովհետև Տերը գիտեր, սրան գնացի քանանացիներից շատ են Բաղաղին պաշտելու ու դարերով Բաղաղի պաշտամունքը մնաց Իսրայելի մեջ։ Վկայություն մինչև մարգարեների, չէ՞։ Գնայք մեծ մարգարեների գրքերը, փոքր մարգարեների գրքերը, այդ արդեն գալիս ենք ահագին այս կողմ ժողովուրդ ջան, ես խոսում եմ 100-ամյակների պատմություն։ Միշտ այդ Բաղաղի դեմ, չէ, խոսում է Տերը մարգարեների մեջ։ Ասма թողեք, այդ Բաղաղներին էլի գնացիք պաշտեցիք, ինձ թողեք գնացիք Բաղաղին, այ մարդ այդ Բաղաղներին չէր տենց, չէ՞ որ։ Չէ, մենք երբեք չենք մտածել, այդ ինչ աստվածություն է, որ սրանք չէին կարողանում ոչ մի ձևով հրաժարվեին, բայց ասեմ, իրենք Տիրոջն էլ էին պաշտում։ Իրենք չէին թողել Աստծուն։ Դրա համար Եղիան ասում է, լսեք, երբեք դուք այդ երկու ոտի վրա կաղալը դադարացնելու, որոշեք հիմա կամ Բաղաղը կամ Եհովան, որոշեք։ Այստեղ Տերն է պետք վազենք, շնամին եկել է, բոլորը աղաղակում են, Տեր ազատի մեզ, բայց գնա Բաղաղին ձեն դու։ Հիշել են, որ Տերը կա, որ իրանց պապերին հանել է Եգիպտոսից բերել է։ Հենց ամեն ինչ հարթ է, ամեն բան լավ է, դա ինչ է խոսում, գիտեք ինչ եմ սա ասում, չէին ճանաչում Տիրոջը, եթե ճանաչեին, իրենք Բաղաղին կթողեին, կջարդեին, ոնց որ օրինակ Գեդեոնն արեց, իր հորտան կռատունը լրիվ ջարդու փշուր արեց մահվան բանի տակ ու որոշեց, որ ես գնում եմ Տիրոջ հետևից։ Դատավորների ժամանակ ասում է Տիրոջը ոչ մեկ չէր ճանաչում, դրա համար ամեն մարդ ասում է անում էր այն ինչ որ իր աչքին էր հաճելի։ Ով ոնց ուզում ապրում էր իր սրտի ուզածով, որովհետև ինքը Տիրոջը չգիտեր, օրինակ չգիտեր, որ այսի պետք չի անել։ Իմիջիայլոց արդեն Աստված վաղուց էր իրանց այդ 10 պատվիրանները եւ օրենքները տվել։ Այնպես չի, որ իրանք չգիտեին, բա ոնց անենք։ Եթե անապատում էին, որ չգիտեին, որը որից հետո անենք, հետո Աստված տվեց իրանց օրենքները եւ կանոնակարգեց ապագա հրեական հասարակությունը, որ այս քոչվոր ստրկության ստրկամիտ մտածելակերպով մարդիկ գնում են ցիվիլիզացիայի մեջ ապրելու, ոնց են ապրելու այդ մարդիկ, եթե չունենան հստակ էսի արա, էսի մի արա։ Հիշեք, Աստված ոչ մի բան աննպատակ չի անում։ Հետո այս էլ հեքիաթ չի, որ մենք կարդանք, ասենք, ասենք, բայ, այս ինչ լավ բան էր, 10 պատվիրան, բայց ինչ դժվար է պահել, այս ինչքան օրենքներ կար եւ այլն, դրանք ուղղակի չի տվել։ Աստված դաստիարակում էր իր ժողովրդին 1000 անգամ կներեք, անգամ ինչպես օգտվեին այդ քարանից, երբ որ իրենք դեռ անապատում էին ապրում։ Անգամ այդ մասին էր ինքը տալիս հրահանգներ, այ որ սենց, այդ չեմ խոսում են ամենայն մանրամասնությունների, հիգիենայի կանոնների մասին անգամ, որ մենք կարդում ենք, ձանձրանում ենք, ասում ենք, այ մարդ ինչ կարիք կար այսքան գրելու ամենայն մանրամասնությամբ, կար, որովհետև իրենք չէին կարողանում ճիշտ օգտվել, եւ իրենք այդտեղ կվնասվեին, հազարումի հիվանդություն, միկրոբներ, շոկ անապատի մեջ, գիտեք, այդ խոզի միսը մի կեր։ Ինչի համար էր դա, ինչը խոզը համով չէ, շատ համով է, բոլորից էլ համով է, բայց ամենաշուտ այն պայմանների համար, իրենց համար դա հիվանդության բուն էր ժողովուրդ։ Թլպատությունից սկսած վերջացված խոզի միս ուտելով բոլորը նպատակային Աստված խոսեց իր ժողովրդի համար։ Այդպես իրանք սկսում էին Աստծուն ճանաչել, բայց իրանք այնքան խիստ էին, որ երբեմն ասում են Մովսես, մենք չենք խոսա այն մարդուն, բախում ենք, դու գնա, դու խոսա, դες Տերը քեզ ինչ ասում, այլ մենք էլ ենք երբեմն տենց։
Մենք որ ժամանակ կա մոտենանք անձամբ իրենից առնելու, գալիս ենք, լավ է կանում եք, բան չունեմ ասելու, բայց ժամանակներ կան, որ մենք պետք է մոտենանք Աստծուն։ Արամ եղբայրը նա աղոթ էլի այս հարցս, հա աղոթի, բայց 20 տարի կարող եմ մեկ էլ գա նույն հարցի համար։ Հա լավ, արդեն միգուցե ժամանակն է, որ դու ինքդ կանգնես այդ հարցի համար։ Ես էլ եմ ունեցել լիքը հարցեր, որ ասենք դիմել եմ, թե իմ ընկերուհիներին, թե Սարգիս եղբայրը գիտի, թե Երևանի ծառայողներին, բոլորին դիմել եմ, որ արդեն էլ ստեղս է, ուզում եմ վերջապես ինչքան կարելի է մարդ անընդհատ տարիներ շարունակ, ոչ թե ամիսներ, նույն բանի մեջ հայտնվի։ Մինչև որ խորհուրդ ինձ տրվեց, որ ես կոնկրետ քայլեր ձեռնարկեմ եւ այդ խորհուրդը իրոք հոգուց է։ Երբ որ ես այդ քայլերը ձեռնարկեցի, ինչքան էլ իմ համար դժվար էր թվում եւ այլն, այդ իրավիճակը կանգ առավ։ Ես պատտվում ես նայում ես ասում ես, պես կարար փաստորեն մի 3 տարի առաջ էլ կանգ առներ, ուղղակի ես ապրեն որ հեշտ է, գիտեք, գնալ մեկին խնդրել ասել, ինչ կլինի իմ համար կաղոթես։ Լավ բան է, բայց դրա համար ենք դրված, որպես մեկս մյուսի համար աղոթենք, բարեխոսենք, սխալ չհասկանանք, բայց մի տեղ է գալիս, որ վերջապես դու նախաձեռնությունը պետք է վերցնես քո ձեռը եւ իմանալով այն Աստծուն, ճանաչելով այն Աստծուն, որը քեզ այդտեղից կարող է անել, բայց ինքը սպասում է, որ դու քայլը անես, արա եւ այդ ամեն ինչի արդյունքը անպայման պետք է վայելես։ Եվ ես վստահ եմ, որ շատերդ կարող եք վկայել, որ այո, ես այդպես վարվեցի, վերջապես այդ խնդրից բրծավ։ Ինքը ինձ թողեց, չէ՞։ Մենակ ես չեմ տես։ 5 շաբթի օր ով կար։ Ով էր չկար, մեծ բան է բացվում։ Սարգիս եղբայրը շատ հրաշալի խոսեց, ինչ է նշանակում Տիրոջ ընթրիքը ուտել կամ հաղորդություն ընդունել։ Այնտեղ խոսում էր արժևորման մասին, այսինքն խոսում էր Պողոս Առաքյալի Կորինթացիների առաջ Կորինթացիների 10-11-ը գիտեք, այդ գլուխներում ինքը անձամբ ասում է ես Տիրոջից եմ առել, ինչ է նշանակում Տիրոջ ընթրիքը ուտել։ Եվ այնտեղ Սարգիս եղբայրը հատուկ շեշտեց, որ արժևորել ու այնտեղ որ ասում է ամեն անգամ որ ուտեք Տիրոջ մահը պատմեք, կներեք էսի մի հատ հինդուիստական մանտրա չի, որ մենք ամեն անգամ ուտեք Տիրոջ մահը պատմեք, մեդիտացիա անելով ման գանք, ամեն անգամ ուտենք Տիրոջ մահը։ Չէ, էդի դրա համար չի, որ ասում են, որ դուք եք կարող ասեք, լավ, ինչքան կարելի է այս տողը լսել։ Որ ամեն անգամ ուտեք, հիշեք Աստված ինչ արեց ձեր համար։ Հիշեք, որ Հիսուսը այստեղ ասում է Տիրոջ մահը, չի ասում Տիրոջ հարությունը, զգացել եք։ Ուրեմն այս ժամանակ, որ մենք մոտենալու ենք, պիտի հիշենք, որ ինքը մեռավ իմ համար։ Այդ է, այսինքն գիտակցենք, ճանաչենք ով էր ինքը, որ համաձայնվեց մեռնի իմ համար։ Թե չէ, մենք տեսականորեն անգիր սա գիտենք, բոլորին էլ անգիր ասում ենք, Տերը մահացավ քո համար եւ հարություն առավ քո համար, սխալ բան չենք ասում, իմ համար, ճիշտ ենք ասում, Աստված, բայց զգացել եք, որ երբեմն մենք դա ուղղակի ասում ենք։ Խոսք հա, ասում ենք առանց անգամ մենք խորանալու, Տեր, ես ինչ արի դու իմ համար։ Հիսուսը երբ վերցրեց գավաթը, ասում է, վերցրեց հացը կտրեց եւ գավաթը ասեց սա նոր ուխտի իմ արյունն է, որը թափվում է շատերի համար, իմ հիշատակի համար սա արեք։ Ինքը պատվիրեց, իմ հիշատակի համար արեք։ Ինքը դրանից հետո ուր էր գնալու, քեֆի։ Չէ, գնում էր Գեթսեման, որ գիտեր իրեն պետքա բռնել խաչեն, այսինքն իր կյանքի ամենադժվար պահն էր։ Ինքը պատվիրեց, դրա համար Պողոսն էր գրում է ու ասում է, երբ որ դուք մոտենաք սա վերցնեք, ամեն անգամ Տիրոջ մահը պատմեք։ Սա հենց այդ ճանաչողությունն է։ Այստեղ, օրինակ այդ 5 շաբթիից հետո ես ավելի ուրիշ ձև սկսեցի այդ դրան մոտենալ։ Էդ էլ են համարում մի որոշ թեկուզ մի հատ փոքր ճանաչողություն, որ մոտենում ես դու Աստծուն։ Եվ այդ ճանաչողությունը ստիպում է մեզ, որ մենք նույնը չմնանք։ Ուզես, չուզես դու չես կարող ելն հինը մնաս։ Հա, բնավորության գծեր կան, ժողովուրդ ջան, կներեք տարիների ընթացքում դեռ մեզ չեն թողում։ Բայց երբ որ մենք ասում ենք հին մարդ, դուք բոլորդ կարող եք վկայել, ես ելն հինը չեմ։ Բայց կան բնավորության որոշ գծեր, որ ես կարիք ունեմ, օրինակ դրանցից ազատվել։ Բժշկվել, չգիտեմ ինչ լինել, դեռ ինձ նեղություն են տալիս, դեռ ինձ այդ դրանք վնասում են։ Դա ուրիշ բան է։
Բայց դու ինքդ կարող ես վկայել, ասես ես էլ առաջվանը չեմ։ Էդի գիտեք որն է, դա վերստին ծնունդն է, որ Սուրբ Հոգին մեր ներսում անում է։ Ես եմ ասես։ Ոչինչ չի փոխվել։ Դիմացից մարդը երբ որ ինձ տեսնի, ես այդ խոսամ, հարե ոնց ես, ոնց չես, ինչ կա, չկա, եւ ինքը ոչ գիտի իմ հոգու ներսում վերստին ծնունդ է եղել, մինչեւ ես իրան կամ չասեմ, կամ էլ ինքը ինչ որ առումներով հետը սկսի շփվել, ասի բայց լսի։ Ասում դու անվեշ սենց չէիր։ Չէ՞։ Ես քեզ որ ճանաչում եմ, դու սենց չէիր, դու փոխվել ես, բայց լավա որ վկայությունը լավ փոփոխություն ունի ժողովուրդ։ Լավա որ չասեմ, ոյսի ավելի ավատացել կամ էլ չգիտեմ։ Պողոս Առաքյալը ասում է, ես գիտեմ ում եմ հավատացել։ Դուք նկատել եք, երբ որ դուք մարդկանց հետ շփվում եք ու խոսում եք, երբ որ դուք վստահաբար եք իրենց հետ խոսում Տիրոջ մասին, էլի չեմ ասում, որ դուք ձեզ եք ներկայացնում։ Ինքը ինչքան էլ հակադրվի, ինքը չի կարողանում քեզ հակառակը համոզել։ Որովհետև դու ճանաչողություն ունես, ինքը ինչքան էլ ինչ որ բաներ բերի ուզենա քեզ հակառակը այդտեղից հանի, դու կարող ես Պողոսի նման ասել, թե լավ խոսում եմ, բայց ես գիտեմ հողում եմ հավատացել, չէ՞։ Ինքը քեզ հակառակը չի համոզի։ Գիտեք ով է մեզ հակառակը համոզում։ Հենց մենք ինքներս։ Դուք նկատել եք, որ արտաքին ազդեցությունները մեր կյանքում այդքան չեն հաջողվում, ելի եմ ասում, եթե ունենք ճանաչողություն Աստծո մասին, ոչ թե երկու ոտի վրա կարող ենք։ Այսօր այս մեկն եկավ ասեց Աստված սենց է, կասեմ օ ամեն։ Հաջորդ օր եկա եկեղեցի Սարգիս եղբայրն ուրիշ բան ասեց, կասեմ օ ամեն, այդպես չի լինում։ Մի կողմնորոշվի, որն է ամենը։ Իսկ կողմնորոշվելու համար դու պետք է խոսքը իմանաս, որպեսզի ամեն խոսացողին ժողովուրդ ջան, ամեն չասենք։ Այնքան ենք տենց ամեն ասել, հետո պարզվել է, որ փաստորեն այդ միտքը ճիշտ չէ, սուր գրային չէ, ճիշտ է, լսվում էր աստվածաշնչյան տերմիններով, բայց երբ որ նայեցինք խորը, հասկացան, որ ոչ։ Աստված թույլ է տալիս, որ մեր կյանքում փորձություններ լինեն, բայց Աստված մեզ չի փորձում։ Չասեմ, հələ մի հատ սպասիոնատես բան անեմ, տենամ ես ինչ կլինի, ոչ։ Մենք ապրում ենք շնորհքի դարաշրջանում, նոր կտակարանը մեզ ուրիշ բան է ուսուցանում։ Հին կտակարանում բաներ կկարդաք, Սարգիս եղբայրն էլ ասում, ես էլ եմ համարձակությամբ ասում եմ, ով կլսի ինչ կխոսա, չգիտեմ։ Բաներ կան, որոնք մեզ չեն վերաբերվում։ Եվ վերջ, պետք չի մնալ դրանց տակ։ Բաներ կան, որ ուղիղ գրվել է այդ տվյալ իրավիճակի համար, օրինակ հրեա ժողովրդին։ Պետք չի դա հասկանալ խորհրդով, վերցնել քո վրա։ Բայց բաներ էլ կան, որ այո գրվել են, դրանք հավիտենական կանոններ են, որ վերաբերվում են նաև մեզ, թեկուզ հին կտակարանից։ Ես մի անգամ էլ եմ ասել, հրեաներն ունեն եւ բարոյական օրենքներ, որ Աստված իրանց տվել էր, եւ քաղաքացիական օրենքներ։ Իրանց քաղաքացիական օրենքները ինձ ու քեզ չեն վերաբերվում։ Իրանց խոզի միշտ չուտելը ինձ չի վերաբերվում, դա քեզ էլ չի վերաբերվում։ Բայց բարոյական օրենքները, որ այսպես մի արա, որ քեզ վատ չլինի, դա վերաբերվում է մեզ, ոչ թե կան։ Այդ հրեաներին էր Տերն ասում, մի սպանի եսի մի արա, բայց մենք գնանք նույնն անենք, ասենք սա մեզ չի վերաբերվում։ Ուզում տարբերությունը հասկանալ։ Օրենքներ, որ իրանց էր վերաբերվում, իրավիճակներ, որ Աստված մարգարեներին ուղարկել էր իրանց զգուշացնելու համար, մենք ուղղակի կարող ենք այդ պատմություններից միայն օրինակ վերցնել, թե ինչպես է Աստված օրինակ տվյալ իրավիճակում իր ժողովրդի հետ վարվում։ Որովհետև Պողոս Առաքյալը Կորինթացիների 10-րդ գլխում գրեց, ասեց, այն ինչ որ գրվել է, գրվել է մեզ խրատի համար։ Եվ որպես օրինակ մեզ, Պողոսը չի ասում, որ հիմի մենք էլ իրանց նման կլինենք, ուշադիր եղեք, հրեա Պողոսը, նախկին օրենսգետ Փարիսեցի, որը ուներ այնպիսի ճանաչողություն Քրիստոսի մասին ու հայտնություն, որ իր հետ քայլող ոչ մի առաքյալ չուներ։ Քրիստոսի հետ 3 տարի ապրած մի տան մեջ քնած, զարթնած, քած կերած այդ 12 եւ մնացածները չունեին այն կարգի հայտնություններ, ինչ որ ուներ Պողոս Առաքյալը, որը իրան հետո հանդիպեց Դամասկոսի ճանապարհում։ Հարց տվեց, ով ես դու Տեր, ասեց ես Հիսուսն եմ։ Վերջ։ Իր կյանքում ամեն բան տակնու վրա փոխվեց։
Ընդհանուր միջև անուններ փոխվեց։ Սավուղից դառավ Պողոս։ Այլևս ինքը նույնը չէր։ Եվ դրա համար ինքը վստահաբար էր ասում. ես գիտեմ ում եմ հավատացել։ Աստված ճանաչողության մեջ ժողովուրդ ջան հաղթություն կա։ Որովհետև երբ որ դու իրեն սկսում ես ճանաչել, դու հասկանում ես, ես ուրեմն ես ում, այսպես ասած թևերի տակ եմ, ով է ինձ պահպանում, ով է իմ կյանքը վերահսկում, ինչքան Աստված բարի է ու ինքը ինձ սիրում է, ճիշտ է, ես կընկնեմ, վեր կկենամ, բայց իր խոսքն ասում է արդարը 7 անգամ կընկնի, բայց կկանգնի։ Եվ Տերը որ ասում է ես իմ ձեռքը չի կարճացել, ես մեկնում եմ, իմ ականջը չի ծանրացել հələ 5 կտակարանում, լսում եմ քո աղոթքը։ Եվ ամենամեծ մեծագույն խոստում է Հիսուսը, որ ասեց. ես ձեզ որբ չեմ թողնի։ Գիտեք, որ այդ անհայր լինելու այդ աղետը բոլոր ժամանակներում մեզ մոլորակի ամենացավոտ տեղն է։ Ռաֆի եղբորը եղել էր այդ հայտնությունը եւ ինքը շատ էր խոսում հայրեր ու որդիներ թեմայից։ Որովհետեւ մարդու ամենամեծ վնասվածքը այդտեղից է գալիս։ Հիսուսը եկավ, ասեց, երբ որ աղոթք անեք, այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես։ Աստված մեր չէ, որ մենք սովոր ենք, որ ասենք Էլոհիմ, Ադոնայ, ես հրեաների տեղը, այսպես պատկերացրեք, sense պատկերավոր մի հատ բան։ Իրանց ներսի հարցերը հայր մեր, աբա, գիտեք ինչ է թարգմանում, պապեչկա ռուսերեն ասեմ։ Այսինքն ոչ թե հայր, հայրիկ է, պապա։ Դա ավելի մտերիմ հարաբերություն է, չէ՞, քան որ հայր, մի քիչ պաշտոնական է։ Հիսուսը ասեց, այդ որ աղոթեք, այդպես աղոթեք։ Ես գնում եմ, ասեց, իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Այսինքն, երբ որ ինքը երկրի վրա էր, ինքը ժողովրդին Աստծուն ճանաչացրեց որպես պապա։ Մինչև այդ չկար դա, կար պաշտոնական, գիտեք, զոհաբերություններով, օրենքով, ծեսով, կարգով, քահանայապետի միջնորդությամբ, երկար-բարակ, մի խոսքով, ծիսակարգերով Աստված պաշտություն կար հրեաների մեջ։ Եվ դա հեռավորություն էր ստեղծում։ Բայց Քրիստոսի զոհով, ասում է, վարագույրը վերից վար պատրվեց, որ մենք մուտք ունենանք մեր պապայի մոտ ու իրան ճանաչենք որպես տենց պապա, ոչ թե վախենալու բոբո։ Աստված քեզ կպատժի, խելոք մնա, մենք այդպես ենք իրան ճանաչում, բայց արիոթես փաստորեն, որ ինքը այո արդար է, երբ որ ժամանակը գա, ինքը իր գործը կանի։ Այսօր առավոտյան ուղղակի մեծ կարճ վիդեո բերեց Instagram-ը, այնքան հետաքրքիր ու կպավ այդ մասը, մի քանի վայրկյան էր։ Քարոզից հատված էր այդ մարդը խոսում էր, ռուսեր, ասում է, երբ որ մենք ինչ-որ բան է կատարվում, մենք միշտ արդարության կողմնակից ենք, տենց չի ժողովուրդ, ճշտի կողմն ենք, մենք այսպես լավ կներեք ոտներս գազին կտանք, այո, թող արդարություն լինի, երբ որ դա վերաբերվում է քեզ, բայց ոչինչ։ Բայց երբ որ ես եմ իրավիճակների մեջ, ես ուղղակի sense տվայտվում եմ, որ հանկարծ իմ հանդեպ չլինի այդ գոնե իմ հանդեպ թող ողորմությունը լինի, չէ՞, այդպես չի։ Թե ասում եք, այո, բերեք ինձ խարազանեք, ինձի հասնում է, ինձի սենց արեք, մեզ ոչ մեկ էլ տենց չի ասում, բոլորն էլ ուզում են այդ ողորմությունը, սերը իր այդ սխալի նկատմամբ։ Եվ Աստված փառք ասում, որ մեր խելքին չի գրված է, որ դատաստանի օրը ողորմությունը պարծենալու է։ Ռուսերենով այսպես ասում է, ողորմությունը նադ սուդոմ, այսինքն դատաստանի վրա է ինքը այս մարդը հետաքրքիր բան ասաց, նայեք, ոչ թե որ դատը չկա, սուդը կա։ Որոշվում է, այս մարդը սենց է, նենց է, եւ որոշվեց։ Բայց ողորմությունն է ավելի տիրում այդտեղ, քան արդարությունը։ Ու իրոք ասում եմ, Տեր ջան, ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ես համարում եմ, որ դա էլ է գալիս կրոնի ոգուց, որովհետև կրոնը միշտ սիրում է դու սխալ ես, դու ճիշտ ես, արա, էսի մի արա։ Եվ մարդիկ այդ կրոնի կապանքներից հոգնում են, որովհետև Աստծուն չեն ճանաչում այնպես, ինչպես որ կա։ Հիսուսը երբ որ եկավ, ինքը կրոններից, կրոնական այդ կապանքից այս մարդկանց ազատեց, ասեց ինձ տեսնում եք, ես ինչպիսին եմ, հորը տեսակ։ Ժողովուրդ, էսի շատ խորը բան է։ Պատկերացրեք դարերով մարդիկ Աստծուն կա, հələ մի հատ դուք ձեր կյանքը պատկերացրեք, ինչքան կճլենք, այդքան
ծեսով, գառով, չգիտեմ, տատրակով, աղունիկով, եւ իրանք սովոր էին ուղակի իրանք այդի մշակույթներ, կարող է իրանք չէին էլ նեղում, չգիտեմ։ Կներեք, կարող է շաբաթվա մեջ 3 օր ավել պաշտամունք լինի, բայց արդեն ասած է օգնանք եւ ինչքան կարելի է։ Դուք հասկանում եք Աստծուն ոնց էին իրանք մոտենում։ Հələ մի հատ խորացեք, էլի։ Կհոգնես, դու կձանձրանաս այդ քառակուսու մեջ, սպասի ասենց անեմ, որ սենց լինի, չէ, հիմա ասենց կանգնեմ, որ սենց լինի, աջ նայեմ, արևելք նայեմ, արևմուտք նայեմ, չգիտեմ, այդ ծեսից չեք հոգնում դուք, որ դες անդադ 8 տարիներով, որպեսի ուզենաք Աստծո բարեհաճությունը շահեք, ուրիշ տարբերակ չկա, ես պիտի սենց ապրեմ։ Մուսուլմանները տենց են ապրում։ Ու սիրում են իրանց կանոնը, բայց համեր հոգնել են, որովհետև երբ որ խոսում են մարդիկ իրանց հետ, հիշում եք Սուրիկ եղբայրը ինչքան է վտայից հոգնել են արդեն, էլ չեն ձգում, դրա համար երբ որ լսում են Քրիստոսի մասին, Աստծո սիրո մասին, ոնց, ինքը մեզ սիրում է, մենք իրան կարանք մոտենանք, ոնց, չէ՞ որ դա իսլամ արգելում է, որ դու երբեք չես կարող Ալլահին ցենց երկրի վրա իմանաս դու իր բարեհաճությունն ունես, ոչ այդի Դատաստանի օրը դու կիմանաս, երբ որ քո բարի գործերը կշերքը շատ ծանր լինի քո մեղքերից, այո, դու կգնաս դրա։ Բայց եթե ոչ, իսկ երբ որ իրենք լսում են, այսինքն ոնց, ես Աստծո շնորհքով, հավատքով արդեն ստեղ ապրելուց գիտեմ, որ ես այնտեղ երկնքում եմ լինելու, դրա համար իրանք մեզնից ուժեղ են դառնում քրիստոնյա, կներեք որ սենց եմ ասում։ Իրանք իրանց նվիրվածությունը այնտեղ որ կար, ոնց որ Պողոս առաքյալին էր, բերում դնում են ճիշտ տեղ ու դառնում են ավելի նվիրված, քան որ մենք, այսպես ասած, քրիստոնյաներս այս երկրում ծնված մեծացած դարձի եկանք։ Գիտեք ինչ, երբ Քրիստոսն ինքն էլ ասեց, ով ում որ շատ է ներվում, նա շատ է սիրում։ Զգացել եք։ Դա խոսած այն անառակ կնոջ մասին, որ եկել էր իր ոտքերն էր արցունքներով սրբում։ Ում շատ ներվեց, ասում է ինքը շատ է սիրում։ Ով գիտակցում է, թե Տերը իրան ինչից փրկեց, որտեղից ուր բերեց, նկատել եք այդ մարդիկ ինչ անդրդվելի են լինում իրանց նվիրվածության մեջ։ Դրան հակառակը չես ապացուցի, այդ մարդը կյանք է ապրել, ինքը վերապրումներ ունի։ Դու նստի քո փիլիսոփայությամբ ուզեցի իրան ինչ-որ բաներ բացատրես։ Ընդհանրապես դա իր վրա ներգործություն չունի, որովհետև ինքը ճանաչում է նրան, ով իրան կներեք որտեղից ուր բերեց կանգնեցրեց։ Դա այդ խոնարհությունը եւ էլի Աստված ճանաչողություն։ Ուրեմն Աստված ճանաչողությունը մեզ տալիս է ինչ հաղթություն։ Ինչքան շատ մենք մոտենում ենք Աստծուն, Հակոբոսն ասում է, այնքան նա մոտենում է մեզ։ Մոտեցեք Աստծուն, ասում է, եւ նա կմոտենա ձեզ, վերջ։ Ուրիշ թեմա չկա, ես նստեմ, սպասեմ, արդեն մոտեցել է Հիսուսն եկել է, իր գործն արել է։ Հիմա ես ինչքան մոտենամ Աստծուն, այնքան ինքը ինձ մոտ է լինելու։ Ինչքան ներվանամ, այնքան ինքը հեռու է լինելու։ Տրամաբանությունը, որ հոգևոր բան ստեղ չկա։ Ինքը այդ ճանաչողությունը ինձ ու քեզ ինչ անում, զորացնում է։ Հնարավորություն է տալիս դուրս գալու շատ իրավիճակներից, որ մենք մեզանով երբեք չենք դուրս գալու։ Մեր միտքը նորոգվում է, մենք սկսում ենք ուրիշ ձև մտածել։ Մատ ասում ենք, «Իսկ ինչ ձև էինք մենք մտածում, իսկ ինչ ձև էինք մենք Աստծուն ճանաչում, արդյոք մեր Աստված, հաստատ ինքը տենց չի եղել, ես քեզ չեմ ճանաչել»։ Հոբի նման ենք մեկ ասում, «Փաստորեն դու ես, Տեր, ես ինչ Աստված ես դու»։ Ես միշտ այդ Դավիթի Սաղմոսը, որ կարդացել եմ, հենց սկզբում ասում եմ, որ ասում է, ինչ է մարդը, որ դու հիշում ես իրան կամ մարդու որդին, ասում ես մարդը իսկականից էլի, որ խորանում է, չէ՞, ասում եմ, ես ով եմ, ինչ է մարդը իրանից ներկայացնում, որ դու տենց արեցիր, երևի անձնական ինչ-որ վերապրում է, որ դու անդադ քո մեջ, ու ինքն էլ էր այդ 8-րդ Սաղմոսի մեջ է, եթե չեմ սխալվում։ Սկսում ենք մտածել նաև ինչպես ով, հարևան եմ, ոչ էլ Սարգիս եղբայրը, ոչ էլ ես կամ մյուս ավագները։ Սկսում ենք մտածել ինչպես Հիսուսը։ Փոխվում է մեր ամեն մտածելակերպը։ Մենք ուզում ենք իրան ավելի նմանվել, մեր արժե համակարգն էլ է փոխվում, թե չի փոխվում։ Ինչքան Աստծուն ճանաչում ես եկեղեցի, այնքան հոգևոր բաները քո համար ավելի են դառնում, քան նյութական։ Չեմ ասում նյութական մի ունեցեք, չէ, ունեցեք, Աստված ինքն էլ ուզում է, որ մենք օրնված ապրենք, դրա մասին չի խոսքը։ Ես խոսում եմ արժե համակարգի մասին, ինչն է առաջնային իմ համար ավելի դառնում, էլ
թե այն, այսի մի քիչ ուրիշ բան է։ Մենք սկսում ենք վարվել, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, հոգևորապես ավելի, քան մարմնավորապես։ Եթե իմ ոտքը տրորում են, ես կարող եմ առաջվա նման կներեք չհարցակվեմ իր վրա։ Ինչի, որովհետև ես արդեն ունեմ այդ ճանաչողությունը եւ ես մի քայլ նմանվել եմ իրեն։ Միգուցե նեղվեմ, միգուցե բան չունեմ ասելու, բայց այդ համբերությունը կամ այդ պահը, որ Սուրբ Հոգին ելի եմ ասում օգնում է, որտեղ երբեմն լինում է, որ այո, մենք սխալ արձագանք ենք տալիս, ժողով ջան, նորմալ է, մենք մարդ ենք բոլորս, երկնքից չենք ընկել։ Բայց իրավիճակներ են լինում, որ դու հաղթությամբ ես տեղ անցնում, հետո երբ որ գալիս ես Տիրոջ փառք ես տալիս, ասում ես Տեր, ինչ լավ է, որ դու պահին պահեցիր ինձ, օրինակ, որ ես այդ բառը ավել չասեցի, էլի, որովհետև կարող է եւ այո, հարաբերություն լուրջ փչանար ու հետո ես զղջայի, բայց երես չունենայի այդ մարդու դեմքին նայեի։ Կամ ինքը այդքան տարողություն չունի, կարող է ինձ ասեն, ես տանեմ ներեմ, բայց ինքը հենց այդքան չունի, ինքը այդ բառից փշրվի, ավիրվի, հա գնամ ընկրեմ ոտերն ասեմ, ոյ կներես, ինձ կներես, հա կարող ասի լավ ներում եմ, հա, բայց ամեն ինձ տենալուց այդ դառը վերապրում ունեն։ Չէ՞ որ մենք տարբեր ենք բոլորս մեր, բայց ինչքան մենք Տիրոջն ենք ճանաչում, այնքան մենք իր նման ենք արձագանքում իրավիճակներին։ Եվ մեր կյանքը սկսում է ամբողջությամբ փոխվել։ Եվ մենք հասկանում ենք, որ մենք նույն մարդը չենք։ Այս գլխավոր համարը, որ ինձ եղել էր Տիրոջը ճանաչողների ժողովուրդը պիտի զորանագործի, այս Դանիելի մարգարեությունն է վերջին օրերի մասին, որպեսզի կոնտեքստից դուրս չհասկանաք, ասեմ, խոսում է Հակաքրիստոսի, երբ որ ինքը ուխտը պիտի դրժի եւ իր իրական դեմքը ցույց տա եւ պատերազմի Սուրբ ժողովրդի դեմ, եւ նախորդ համարներում խոսում է, որ ավերածի պղծությունը, այսինքն այն ինչ որ պետքա տաճարի մեջ ինքը նստի որպես այո թագավոր, դա նաև գիտեք այդ մարգարեությունը Դանիելի նաև վերաբերվում է ոչ միայն այդ եկող ժամանակներին, այլ նաև Աստվածաշնչի երկրորդական գրքերից լսած կլինեք Մակաբայեցիների գրքերը 3, ձեր թարգմանություններից շատերի մեջ կան դրանք։ Լսել եք։ Կա մարդ որ լսել է։ Դրանք Աստվածաշունչ չեն, դրանք երկրորդական գրքեր են։ Այդ պատմությունն է հրեաների, երբ որ տաճարի մեջ, դա արդեն ոնց որ գալիս է դեպի Քրիստոսից առաջ մի 200 տարի առաջ, սպասեք ասեմ, Սելևկյան տերության այդ թագավորը Հզոր, երբ որ Երուսաղեմը գրավում էր, խոզը մորթեց զոհասեղանում Աստծո տաճարի մեջ, խոզը զոհ մատուցեց։ Ավերածի պղծությունը էր, այսինքն ինքը պղծեց հրեաների տաճարը, որովհետև հրեաները չէին ուզում ենթարկվել իրանց կրոնին։ Այդ ժամանակ իրանք արդեն դարձել էին շատ մոլեռանտ, այլևս բաղաղի բանպաշտամունք չկար, իրանք ատամներով պահում էին իրանց կրոնը, այդ Մակաբայեցիների ապստամբությունը հենց դրա համար էր, որ իրանք ապստամբում էին, որպեսզի իրանք չենթարկվեն այդ թագավորի հրամանին։ Այն էլ իհարկե գրավեց, խոզը մորթեց, պղծեց, ավերածի պղծությունը դա է, որ Դանիելը մարգարեացավ ու նաև դա վերաբերում է եկող դարերում, երբ որ Հակաքրիստոսը Աստծո տաճարը որ կառուցվի, ինքը որպես Աստված, չէ, գրված է հայտնության մեջ, այնտեղ կնստի որպես թագավոր, որ իրան երկրպագեն։ Բայց ասում է Տիրոջը ճանաչողների ժողովուրդը Արարատի մեջ գրված է, պիտի զորանա ու գործի, իսկ այս նոր Արարատի մեջ գրված է սաստիկ պիտի ընդդիմանա։ Այսինքն զորանագործել նշանակում է ինչքան ուժ ունի ինքը դեմ է կանգնելու թշնամու այդ գործին։ Ռուսերենն էլ նայեցի, ասում է Տիրոջը պատվողների ժողովուրդը, բայց ինձ դուր եկավ այս ճանաչողների ժողովուրդը։ Եթե դու Աստծուն չես ճանաչում, ինչի ու իր համար ո՞նց կպայքարես։ Իր խոսքի համար կամ իր արժեքների համար։ Դու կպայքարես մեկի համար, որ չես ճանաչում, ժողովուրդ ջան։ Կսես խախտում է, ես ինչ գնամ, ասենք ես որպես ինչ գնամ օրինակ չեմ, իր համար բարեխոսեմ, ես չեմ ճանաչում, կարող է ինքը սխալ է, օրինակն եմ ասում, էլի։ Կարող է պետք չի ես խառնվեմ, այլու մնաց, եթե մարդը Աստծուն չճանաչի, սա այս համարը հենց դա է, որ եթե մենք ուզում ենք զորանանք եւ գործենք, մենք առանց Աստծուն ճանաչելու չենք կարող, եթե տեղ կա ընդդիմանալ, չենք կարող զորությամբ գործել։ Շատերս գիտեք ինչ են գնում փողզիջումների, շատ մարդիկ կեսից հետ են դառնում,
Շատ մարդիկ մտածում են, այս էլ էր սուտ, կամ իրանց կյանքում կարող է շատ մեծ վիշտ լինի, ասեն կորուստ լինի, իրանք նեղանան Աստծուց ինչ-որ տենց իրավիճակներ։ Էդ էլ է ճանաչողությունից իմ անձնական կարծիքն է գալիս, էլի։ Ճիշտ է, վիշտը դաժան բան է, ժողովուրդ, այդ մարդը, որը անցնում է վշտով, ինքը պետք է որոշ փուլերով անցնի, ուզի թե չուզի։ Եվ Աստված չի նեղանում, եթե անգամ ինքը Աստծու դեմ ինչ-որ բաներ էր խոսա, որովհետև դա իր այդ ցավացող սրտից է գալի։ Երբեք նման մարդկանց չդատապարտեք։ Չփորձեք ոչ մեկին ասեք, «Էս ինչեր է խոսում», որովհետև դուք չգիտեք իր ներսում ինչեր է եղել եւ ինչեր է կատարվում։ Ու մենք չգիտենք այդ մարդը ինչ ապրումներով է անցել։ Մեր համար հեշտ է խոսալ ու խորհուրդներ տալ կողքից։ Եվ մենք ոչ մեկս ապահովագրված չենք, որ Աստված չանի, թող ոչ մեկի կյանքում չլինի, բայց եթե իրավիճակը նմանատիպ լինի, մեր արձագանքը ինչ ձև կլինի։ Էլի տենց մեծ կխոսանք, էլի տենց մեծաբար բաներ կասենք, կարող է ձևի մեջ ասենք, բայց երբ որ մենակ մնանք մենք ու ինքը, այդ ժամանակ ինչ կլինի։ Դրա համար եկեք այսօր մենք մեր որոշումն ունենանք, որ Տեր, ես հավատում եմ, ինչպես որ քո խոսքն է ասում, որ քո ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա ու գործի։ Եվ իմ ու քո կյանքի մեջ էլ այսօր ինչ որ կա բացացած, որին մենք պետք է ընդդիմանանք, պետք է զորանանք ու գործենք։ Մեր ճանաչողության սահմանները եկեք մի քիչ ավելի լայնացնենք։ Ես գիտեմ, դուք բոլորդ էլ Աստծուն որոշակի ճանաչողություն ունեք, նես չի, որ դուք ձեր շփումն ունեք, ձեր աղոթքի կյանքը ունեք, բայց չբավարարվենք ու չասենք, դա հենայելի այդքան գիտեմ, ստե եմ սովորել, ընդեղ եմ սովորել, չէ։ Մենք ինչքան ապրում ենք, այնքան Քրիստոսի աշակերտն ենք։ Այսինքն թե դու ես ընտրում, աշակերտն ես, թե հետևորդը։ Եթե աշակերտ ես, պիտի իր ողտերի մոտ հա գնաս, իրանից սովորես, իրան ճանաչես։ Եթե հետևորդ ես, երբ քեզ ձեռ տալիս այն ժամանակ գնաս, երբ որ ինքը քո հարցերը կլուծի, դու բավարարված կասես «Օ, շնորհակալություն» ու կգնաս քո բանի գործին, բայց արդյոք մենք դրա համար ենք կանչված։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է երկրի վրա, ինչպես կարող է մարմինը իր գլխին չճանաչել։ Համաձայն եք, որ մենք ավելի Աստծուն մոտենանք ու մեր ճանաչողության կյանքը լայնացնենք այսօրվանից ավելի, ես էլ ձեր հետ նես չի լինում։ Որովհետև Աստված խոստացել է եւ ասել է, ինձ ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա ու գործի։ Չար ժամանակները ասեմ, որ գալիս են, կներեք լավ լուրի համար, ճակերտավոր, որ այս երկրագնդի մոլորակի վրա բոլոր տեղի ունեցող քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները, ինչպես տեսնում եք, բոլորը տանում են դրան, որովհետև եթե մենք խոսքը գիտենք, տեսնում ենք, որ ամեն մարգարեություն հերթով, կարգով, թե Հիսուսի ասածը, թե Հովհաննեսի ասածը իրականանում են հերթով։ Տերը խոստացել է, որ ինքը պահելու է իր ժողովրդին։ Եվ Տերը խոստացել է, որ ինքը պիտի եկեղեցին վերցնի այս երկրի վրայից, որ նոր չար ժամանակները գան։ Լավ։ Եկեք մենք, որ ասում է, մեր ճանաչողության սահմանները լայնացնենք։ Ինչպես որ Եսային էր ասում, Տեր ասում է, ինչ հովանները լայնացրու, վրաններից տեղը սիրում եմ այդ համարը շատ, մեծացրու, սահմաններս մեծացրու, սահմաններս մեծացրու դե ինչի ասենք, որ տունս 2 արգանիա, թոդաղը 5 արգանի, չէ, որ հոգևոր սահմաններս, իմ իրավիճակներս, քեզ ճանաչելու ավելի ինձ լայնացրու, մեծացրու, չմնամ ասենց փոքր, կարլիկ չմնամ այսպես ասած, եթե ես կարող եմ աճել։ Ինձ ենք գնալու։ Ժողովուրդ եկեք կանգնենք ու մեր Աստծուն շնորհակալ լինենք մենակ նրա համար, որ ինքը իրեն ճանաչեցրեց մեզ։ Մեզ որ մնալ մենք իրեն չէինք ճանաչեցրել։ Ինքը իրեն մեզ հայտնեց, ինքը իրեն մեզ ճանաչեցրեց, բայց նաև շարունակում ենք, որ մեր ճանաչողության ընթացքը մեծանա ու լայնանա։ Ամեն։